Spasek հետո Ես գիտեք մեկ մտածում եմ, ասում ես իշխանությունը ինչ որ գիտեք ոնց որ սերիական մանյակ կլինի, որ հա ինչ որ մի իրավիճակ ստեղծի, որ ամոթի մեջ լինենք մենք սաղս։ Անկեղծ ասած զարմանալ այսօր պետք չէ, որքան էլ որ սա ազգային խայտառակություն է, յուրաքանչյուր հայ քրիստոնյայի խայտառակությունն է, ամեն դեպքում զարմանալ պետք չի, որովհետև այսօրվա իշխանություններից ամեն ինչ իրենք հատել են վաղուց բոլոր կարմիր գծերը։ Մեծ ցավը այն է, որ այս իրողությունը այսօր կատարվում է մեր ազգային հայրենի ինքնիշխան անկախ պետության մեջ եւ կատարվում է մեր հայրենի իշխանությունների ձեռքով, որը որ արձագանքում է նաեւ շատ ուրիշ հայտարարությունների եւ պահանջների մեր հայրենիքից դուրս հնչած։ Ես կարող եմ մի բան ասել, որպես հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ, ես անասելի ցավ եմ զգում, երբ վեհափառ հայրապետի նկատմամբ նման ապօրինություն է տեղի ունենում, երբ մեր սրբազան հայրերի նկատմամբ նման անասելի միջամտություն է տեղի ունենում, որոնցից ոչ մեկը ոչ իրավական տրամաբանություն ունի, ոչ էլ ընդհանրապես տրամաբանություն ունի։ Պարոն Վարդանյան, ինչպես հասկացա, ազգային ժողովում ամեն ինչ կիսատ եք թողել, եկել եք հայոց հայրապետի դատին մասնակցելու, դրա հետ կապված ինչ կասեք մեկ։ Կարծում եմ այստեղ ինչ որ հատուկ բան չկա, որ ասենք։ Կարծում եմ շատ նորմալ է եւ վստահ եմ այդպես էլ պետք է լիներ, բայց ես Վարդևանյանն եմ։ Պարոն Վարդանյան, հիմա որ դռները փակ են բոլորի առաջ, կարծես թե վեհափառը պետք է ներս մտներ, մտավ ու փակեցին, դրան ոնց է կան։ Հաշվի առեք դատական նիստերի դահլիճները ընդհանուր առմամբ ունեն որոշակի ծավալ եւ մակերեսի խնդիր է լինում։ Սա ընդհանրապես դատաիրավական համակարգի խնդիրներից մեկն է։ Դրանով է պայմանավորված, այլ բացատրություն այստեղ չեմ տեսնի։ Ըստ ձեզ այսօր դատավորից, գիտեք, այստեղ մի քիչ դատավարական իմաստով էլ դժվարություն կա, բայց կարծում եմ այդ մասով էլ պետք է, չէ, իդեպ չեմ ճանաչում, բայց կարծում եմ այդ տեսանկյունից կարելի է ասել, որ հաստաբանները, պաշտպանները, որոնք ներկայացնելու են վեհափառ հայրապետի շահերը, ինքնին այս նախադասությունը ասում եմ տարօրինակ է, ահավոր հնչում, աբսուրդային, ինչևէ իրենք առավել քան պատշաճ ինչ անհրաժեշտ է եւ պետք է իրականացնել, կիրականացնել։ Պարոն Վարդանյան, իսկ ըստ էության դատարանը ինչպիսի վճիռ կկայացնի ըստ ձեզ եւ ընդհանրական քրեստիան ինչ կհաջորդի։ Գիտեք, ես կարծում եմ դեռ վաղ է դրա մասին խոսել, ի վերջո նախնական դատալսումների փուլում, բարև ձեզ, նախնական դատալսումների փուլում գոյություն ունի նաեւ քրեական հետապնդումը դադարեցնելու հնարավորությունը, հուսանք նման գործիքակազմ կգործի։
հաստատությունների համար ասեք, ինքը ինչ է ներկայացնում ազատազրկում նախատեսումը թե դուգան եւ այլն։ Անկեղծ եմ ասում, չեմ ուզում դրա մասին խոսել, որովհետև մենք դրանով կարծես կենսունակություն տանք այս վարույթին։ Բայց փաստը Փաստը նա է, որ նա է, որ կա ապօրինություն։ Փաստը նա է, որ կա տիտանական ապօրինություն, հետևաբար խնդրում եմ նշվածի տիրույթում նույնիսկ հարցը չդիտարկենք։ Անկեղծ եմ ասում։ Մասնագիտական առումով շատ պարզ եւ դյուրին պատասխաններ կարելի է տալ, բայց սա այդ տիրույթը չի։ Անկեղծ։ Պարոն Վարդևանյանը, ձեզ իշխանությունները կգնան կաթողիկոսի վեհապար հայրապետի կալանավորմանը։ Իհարկե վերջ չկա աբսուրդին, բայց ես կարծում եմ գոնե նվազագույն ինչ որ կարմիր գծեր ընկալելիության տեսանկյունից պետք է լինի։ Վեհապարին ավազանի ամոթ դիմելը ինչ են ուզում սրանով ցույց տալ, որ չեն ընդունում։ Ես այն օրը ելույթի շրջանակներում անդրադարձա, որ նույնիսկ քննիչ դատախազները իրենցից ավելի բարձր ընկալելիություն են ունեցել այս հարցի վերաբերյալ, որը ինչ որտեղ զարմանալի է, չէ՞, որտեղ իրենք են այս քրեական վարույթին ընթացք տվել, բայց գոնե դա չեն արել։ Գոնե դա չեն արել։ Չգիտեմ, այսինքն դրանով ինչ են ուզում ապացուցած լինեն կամ ինչ են ուզում ցույց տված լինեն։ Այդ Նիկոլ Փաշինյանի ներխուժումը եկեղեցական կյանք, դա սահմանադրության անմիջական եւ ուղղակի խախտում է։ Ես խնդրեմ մնացածներին թույլ տանքել հնարավորության են։ Խախտված իրավունքը վիճարկվում է միակ այցանում դատարանում։ Դուք սա համարում եք քաղաքական գործընթաց եւ եկեղեցու ներքին գործերին միջամուխ լինի։ Անկասկած, դուք կարող եք նշել ուրիշ մի Եթե սա պետք է ալնի բանավեճ, ես պատասխանեմ բանավեճել։ Եթե կարծիքս եք հայտնում, ես ձեզ ուրիշ հարց տամ։ Կարող եք նշել արդյոք աշխարհում որևէ այլ եկեղեցի։ Պատկերացրեք Հռոմի Պապը կամ ուղղափառ պատրիարքը որևէ եկեղեցականի կարգալույծ անեն եւ դա գնար դատարան։ Նման բան չի եղել եւ դա բանականությանը եւ բարոյականությանը հակասում է։ Խաչատրյան, գործող իշխանությունը վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ ասում է, որ սա ոչ թե եկեղեցու դեմ պայքար է, այլ անձերի 6 եպիսկոպոս եւ վեհապար այս պահին գտնվում են դատական նիստերի դահլիճում։ Ինչ է սա, եթե ոչ եկեղեցու դեմ պայքար։ Սա եկեղեցու դեմ պայքար է։ Իսկ եթե Նիկոլ Փաշինյանը գնում է մասնակցում է մի կռապաշտական ծեսի, որը կատարում են կարգալույծ ինչ-որ մարդիկ, դա ինչ է, եթե ոչ հարցակում եկեղեցու դեմ, եթե վեհապար հայրապետը չի հրավիրում ազգային ժողովի բացմանը, դա ինչ է, եթե ոչ եկեղեցու դեմ պայքար եւ եկեղեցի դերի նսեմացում։ Իշխանությունից ասում էին նիստը նախագահով պատգամավորը, ով էր արգելել վեհապարը կարող է։ Ներողություն եմ խնդրում։ Ասել ով էր դեմը առնելու կարող։ Ոչ, եկե հրավիրվում է բացմանը մասնակցության իրավունք ունի, բայց պետք է հրավեր լինի։ Հասկանում եք, պատգամավորը կարող է գնա, որև կառավարության չեն, չէ՞, բայց չես կարող դուրը ծեծես, ասես այսօր եկել եմ։ Դա նշանակում է, որ այն կողմից պետք է լինի Իմպերատիվ իրացում չի։ Չէ, ոչ։ Ես իրավունք ունեմ դառնալ վարչապետ, բայց չի նշանակում այսօր դուրը պետքա ծեծեմ, ասեմ եկել եմ դառնամ։ Խաչատրյան, ինչ հակընկալիքներ ունեք այս դատարանից։ Ես հույս ունեմ, որ բանականությունը եւ պատասխանատվությունը պետության, ազգի եւ եկեղեցու հանդեպ կգերիշխեն քաղաքական պատվերին։ Պարոն Խաչատրյան, դուք հիմա փորձել եք մասնակցել դատական նիստին։ Եթե դալիճում տեղ լինի, ուրեմն հեռակա ձեր հետ միասին արևի տակ։ Դատարանը ուրեմն մեր վարքյան, դատարանը
Հրապարակայնությունը սահմանափակում է և դատավեցումները այս փուլում իրականացում են ջրըմբակ։ Հարգելի լրագրողներ, նախ ինչպես գիտեք, այսօր փաստորեն դատավարությունը եւ վեհապար հայրապետին եւ սրբազան հայրերին մեղադրում են իրենց կանոնական լիազորությունների իրականացման հարցում։ Այսինքն պետությունը իդեմս քննչական մարմնի դատախազության եւ դատարանի ներխուժել է եկեղեցու ներքին կյանք։ Սա արգելված է ինչպես օրենքներով, այնպես էլ միջազգային իրավունքով։ Հիմա ինչևիցե ունենք այս ամոթալի իրավիճակը, որտեղ մենք այսօր գտնվում ենք։ Այսօրվա դատական նիստի հետ կապված տեղեկացնեմ ինչ տեղի ունեցավ։ Ուրեմն ինչպես գիտեք, սկզբնական փուլում քննարկվում է դատավորի բացարկի եւ ինքնաբացարկի հարցը։ Դատավորը ինքնաբացարկ հայտնեց, հրաժարվեց այս գործը քննելուց։ Հակոբ Մանուկյան հրաժարվեց, ըստ էության դատավորը նաև հանդիսացել է փաստաբան։ Ես այլ մանրամասներ չեմ ներկայացնի, այն կասեմ ինչ որ նաև հայտնի է, նա հանդիսացել է փաստաբան եւ իր ուսումնառության եւ արտոնագիր տալու ժամանակ արտոնագիրը ես եմ հանձնել, բայց իմ անձնական կարծիքով դա բացարկի հիմք չէր, բայց դատավորը հաշվի առնելով, որ դա կարող է կասկած առաջացնել, դատավորը ինքնաբացարկ հայտնեց։ Ես բոլոր դեպքերում դատավորի այս քայլը ողջունում եմ այն տեսակետից, որ ըստ էության նա հրաժարվեց մաս կազմել այս ամոթալի գործընթացի։ Այս առումով ես ողջունում եմ իր քայլը, չնայած իրավական առումով նաև կարող էր բացարկ չհայտնել, որովհետև բազմաթիվ փաստաբաններ, որոնք ստացել են արտոնագիր, որոնք աշխատում են դատախազ դատավոր, դա որևէ կերպ չի խանգարում, որ իրենք իրենց ծառայական լիազորությունների մեջ կատարեն իրենց պարտականությունները, բայց բոլոր դեպքերում, տեսեք, միայն այն փաստը, որ դատավորը դատելու է ամենայն հայոց կաթողիկոսին, դա արդեն կաշկանդող հանգամանք է։ Այո, դատախազությունից ներկաներ կային, 3 ներկայացուցիչ էին ներկայացել, ներկա էր նաև տուժող Արման Սարոյանը, բայց նա մուտք գործեց դատավորի համար նախատեսված դռնից։ Այդ մասին ինչը թույլատրելի չէ, մեզ թույլատրել է փաստորեն այդ մարդկանց։ Ինչու այնտեղով եկավ, ինչ դեցում տանք սպառնում այսքան մարդկանց Դուք այդ հարցին ինձ թվում է դուք ավելի լավ պատասխան կտաք։ Հետագա ընթացակարգը այս գործը մակագրվելու է մեկ այլ դատավորի եւ դատավորը նորից նիստ է հրավիրելու, եթե բացարկի հիմքեր, ինքնաբացարկի հիմքեր չունենա, գործը քննելու է։ Այսքանը։ Մենք ընթացքում էլ առիթ կունենանք այս գործի մանրամասների մասին խոսելու այս ակնհայտ ապօրինի իրադարձությունները ներկայացնելու։ Հիմա քիչ հետո ամենայն հայոց կաթողիկոսն է դուրս գալու, թույլ տվեք հա այսքանով ավարտենք։ Հաջորդ նիստը։ Չէ, հաջորդ դատավոր է նշանակվելու, այո, դատավոր եւ մի քիչ առաջ կգա գործ։ Այսքան։ Պարոն Զորաբյանի, դες կա այստեղ դատավոր, որը կարող է քննել, այսպես ասած իշխանության սրտի դատավորը եւ նրան կարող է մակագրվել եւ գործը մինչեւ վերջ տանել։ Գիտեք ինչ, վերջին 100 տարվա մեջ մեկ անգամ է նմանատիպ դեպք եղել, որը Խորեն Մուրադ Բեկյանի հետ կապված, երբ որ չեկիստները ուղղակի սպանել են ամենայն հայոց կաթողիկոսին 30-ական թվականին։ Եվ բնականաբար մինչև այսօր մենք չենք ունեցել նման դեպք, որ ամենայն հայոց կաթողիկոս նկատմամբ նման մեծ ճնշում լինի, այն էլ քրեական հետապնդում իրականացնեն։ Ընդ որում իր կանոնական լիազորության համար։ Երբ որ կարգալուծը հրճակե մի մարդու, ես այսօր առիթ չեղավ, ուզում էի ներկայացնել դատան նրա ուխտադրության փաստաթուղթը, որում նա երդվել էր, ուխտ էր արել, որ ենթարկվելու ամենայն հայոց կաթողիկոսին եւ երբևիցե դուրս չի գալու իր դեմ։ Նա երդվել է։ Ես այսօր այդ ուխտն եմ ուզում հրապարակել, բայց դրա առիթը չունեցա։ Արման Սարոյանի վարքագիծը պահվածքը ինչպես էր, արդյոք այսպես վեհկեցվածքով է նստած, ինչպես է իրեն դրսևորում դատական նիստին վեհապարից։ Առիթ չունեցանք իրեն լսելու, բայց վստահ եմ ինչ-որ մի բան մտածել էին։ Այսինքն եթե Իրենք փորձելու են դռնփակի տանել, մենք փորձելու ենք դռնբացի պահել։
Եթե եկեղեցու որևէ Սիրելի հավատացյալներ, դատական նիստը ավարտվել է եւ բեաբար հայրապետի առաջնորդությամբ քայլելու ենք դեպի մայր տաճար, ուր միասնական աղոթքից հետո բեաբար հայրապետը իր օրդության խոսքը կբերի ամենքին։ Խնդրում ենք պահպանել կարգ ու կանոնը, որը վայել է բոլոր քրիստոնյաներին։ Չացեք հեռախոսը։ Ու հոգևորականները իշխանությունների կողմից ենթարկվում են հետապնդումների, ապօրինի և շիծու քրեական գործերով կալանք ու ազատության սահմանափակումներ են կիրառվել մեր մի շարք եկեղեցականների, ազգային բարերարի և ազգանվեր ու եկեղեցասեր այլ անձանց նկատմամբ։ Քիչ առաջ վերադարձանք անհիմն և անիրավի մեղադրանքով նաև մեր և գերագույն հոգևոր խորհրդի անդամ երկու արքեպիսկոպոսի ու 4 եպիսկոպոսի դեմ հարուցված դատավարության առաջին նիստից, որը չկայացավ դատավորի ինքնաբացարկի հայտարարման հետևանքով։ Մենք լի ենք հավատով և վճռակամությամբ, սիրելիներ, մեր արդար իրավունքները, երաշխավորված ինչպես մեր պետության սահմանադրությամբ, այնպես միջազգային իրավունքի նարար սկզբունքներով։ Այս տարածությամբ և պարասնատությամբ հայրերին սիրով մենք շակելու ենք մեր տերունապատվել առաքելությունը, հակառակ բոլոր դժվարությունների և մեր օգնականը մեզ հասած խիստ նեղությունների մեջ, անտարակույս, մեր ապավինությունն Աստված է և մեր ծառայությունը բարեպաշտ աշխարհասփյուր մեր ժողովրդի և հարազատ երկրի համար է։ Սիրելի հավատավոր հայրենիքներ, աղոթական համախմբումի այս պահին հայրական սիրով մեր գնահատանքն ենք բերում ձեզ և եկեղեցասեր մեր բոլոր զավակներին ի Հայաստան և իսպյուրս, ազգային ու հասարակական կազմակերպություններին, փաստաբաններին, գիտական, կրթական, մշակութային, քաղաքական գործիչներին,
որոնք արկա բարդ պայմաններում հաստատակամությամբ ու նախանձախնդրությամբ զորակցում են Մայր եկեղեցուն և նրա ազգօգուտ առաքելության։ Աննկուն պիտի լինենք և միասնաբար համար ու տևական ջանքեր ներդնենք, որ դադարեն անիրավությունները մեր երկրում։ Խտրականությունն ու անհանդուրժողականությունը տարածում չգտնեն չարակամության ու ատելության խոսույթները։ Մենք պիտի համար ու տևական ջանքեր ներդնենք, որպեսզի հայրենական ու ազգային վերանդաստանը նորոգվի եղբայրսիրությամբ ու համերաշխությամբ և մեր կյանքում գերակայեն ճշմարտությունը, օրինականությունն ու արդարությունը, հարգվեն եկեղեցու դարավոր կարգերն ու ավանդույթները, որ չվիրավորվեն հավատացյալների բարեպաշտական զգացումները։ Հայրապետիս հորդորն է ամենքին, լինել սթափ և խոհեմ, չտրվել սադրանքների, նենգամիտ խարդավանքների, ամուր մնալ հավատով ու սիրով և հույսով, քանզի Աստված բոլոր չարամիտ դժվարություններից ու փորձություններից բարիքներ է վերհանում իր սուրբ եկեղեցուն և հավատացյալ Եվությունների մեջ է նաև զորանում մեր հավատքը, դրսևորվում հաստատում նվիրում Աստծուն, հայրենիքին և եկեղեցուն, անխախտ հավատարմությունը ազգային հոգևոր մեր սրբազան արժեքներին, արտաքին և ներքին սպառնալիքների հանդիման ամրապնդենք մեր ազգային միաբանությունը, արդյունավորենք մեր ընթացքը հայրենանվեր ու ազգաշահ գործերով և ըստարակյալի պատգամի զորանանք Տիրոջով և նրա զորության կարողությամբ։ Հավատում ենք, որ մեր սուրբ եկեղեցին Աստուծո ողորմությամբ և մեր ժողովրդի անսակարգ նվիրումով ու սիրով պիտի հաղթահարի այս նեղությունները նույնպես և նոր հաջողություններ ամրագրի իր առաքելության ճանապարհին ի բարօրություն և ի պայծառություն համայն հայոց կյանքի։ Մեր հայացք ուղղված է Աստծուն և մեր ջանքերը հայրենիքի շինությանն ու մեր ժողովրդի սպասավորությանը։ Թող Աստված օրհնի հայոց պետությունը, անվրդով ու խաղաղ պահի մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս, այսօր և միշտ և հավիտյան, շնորհ և սեր և խաղաղություն Յարն մերո Հիսուսի Քրիստոսի եղիցինն ձեզ և ընդամենեսյան, ամեն։ Հայր մեր, որ ելքից եղերուկ շնորհացու Քոքոյին, երթայք անգեղաղություն և Տեր Հիսուս եղիցին ձեզ և ընդամենեսյան, ամեն։